14-ամյա աղջնակի հանդեպ սեռական բռնության դեպքի մասին են պատմում Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի տարեց բնակիչները, երեխայի տատիկն ու պապիկը։ Հույսով, որ Վեդիի հանրային հնչեղություն ստացած սկանդալային պատմությունից հետո իրենց թորնուհու կյանքը դժոխքի վերածած պեդոֆիլները նույնպես պատիժ կստանան։ Դրանց թռները ինչ պետք է չեն արել, ոչ մի բան չեն արել, դա չեն տվել, դա մեզ քաղաքի մեջ են տվել, ու պաստորիացման աղավարի ման են գալի։ Ու այդ քնի չդասել է, փոքր ման են գալի, ազատ։ Աղջնակի մայրը մահացել է, երբ ինքն ընդամենը 3-րդ դասարանում էր։ Երեխան մնացել է Բերդի գյուղերից մեկում հոր, պապի ու հորեղբոր խնամքին։ Մորական տատն ու պապն են Նյու Դեյ լրատվականին ահազանգել իրենց խոսքով լիարժեք չքննված հանցագործության մասին։ 2023-ի վերջին է գործ հարուցվել, քննվել Տավուշի քննչական վարչության Բերդի բաժնում։ Գյուղի երկու բնակիչներ 60-ին մոտ մեղադրյալի կարգավիճակ են ստացել, բայց գործն այդպես էլ դատարան չի մտել։ Դատախազ Հակոբյանի որոշմամբ կարճվել է այն։ Ոչ միայն երեխայի մորական տատն ու պապը հարցեր ունեն, այլև ամբողջ գյուղը։ Վարչական ղեկավարն է պատմում. Ոչ, մենք չունենք ոչ մի, ես ինքս ոչ մի նախաքննական մարմիններից, եթե դատա եղել դատից, ես չգիտեմ էլ, ես հենց եմ ասեմ, ինչ որ եղել է, չի եղել մեզ ոչ մի ինֆորմացիա, որ ինչ է եղել։ Ինձ կանչել են մի անգամ սրանից մի երևի տարի ու կես առաջ հստակ չեմ կարող ասեմ։ Ինձ են հարցակրնել, ոնց որ գյուղացիք լսել են նույն ձևի էլ ես եմ լսել։ Տուժող երեխան պատմել է երկու տղամարդկանց բռնությունների մասին, երբ, որտեղ, նկարագրել դեպքի վայրերը, առերեսումներ են եղել, փորձաքննություններ, որ հաստատել են երեխայի կուսաթաղանթի ամբողջականությունը խախտված է։ Պապը պատմում է, որ փաստաբան չեն ունեցել, որովհետև փող չեն ունեցել։ Այս պատմության մանրամասները զարհուրելի են, երեխան վատ է զգացել, անընդհատ փսխել, գյուղում ով հասել հղիության թեստ է արել աղջնակին։ Սկզբում բոլոր թեստերը հաստատել են հղիությունը, ամիսներ անց հղիություն չի եղել։ Երեխան պատմել է, որ իրեն հաբեր են տվել, սակայն այդ դրվագը իրավապահներին կարծես թե չի հետաքրքրել։ Մորական տատն ու պապը պատմում են, որ երեխան նաև ծեծվել է, ել չասած այն վախերի մասին, որ ունեցել է այդ երկու ենթադրյալ բռնարարներից։ Ստրեսային, լրիվ ստրեսային։ Ոնց որ այդ երեխու մեջ անհատ վախը կա։ Վախը զգացում այդ երեխու մեջ է։ Ուղղակի սարսափում էր ենթադրյալ պեդոֆիլներից այն մեկից, որ վերջույթներից մեկից զրկված էր։ Ուրիշ անուն կտրելի։ Դասը որ ես այդ երեխուն դպրոց եմ տալ պիրիլի, ասելա տատիկ հետ չնայես, արագ չնան։ Վրանց են կենում, արդեն պանած ասած իրեն տեղ նստած նստարանին։ Այդ տեղերանց մինն էլի։ Քննության ընթացքում աղջնակի օրինական ներկայացուցիչ է նշանակվել Բերդի խնամակալության հոգաբարձության հանձնաժողովի անդամներից մեկը։ Նա ազատության հետ զրույցում հաստատեց տատիկ պապիկի պատմածները։ Քեզ կվառեմ, այսպես են ենթադրյալ բռնարարները սպառնացել երեխային, ստիպել հետ վերցնել ցուցմունքները։ Եվ այս քննությունն ավարտվել է ոչ մի բանով։ Հսկող դատախազը համարել է, որ ապացույցները բավարար չեն, տուժողի ցուցմունքները իրարամերժ են, հակասական, գործը դատարան չի հասել, մեղավորներ չկան։ Ազատությանը գյուղից պատմեցին, որ ենթադրյալ պեդոֆիլները պնդել են իրենք չեն բռնություն գործադրողները, որովհետև իրենք սեռական խնդիրներ ունեն, անունակ են։ Ինչու է փակվել գործը, ինչու անչափահասի ցուցմունքները արժանահավատ չեն համարվել, փոխարենն արժանահավատ են համարվել երկու տղամարդկանց ցուցմունքները, որոնք են նրանց արդարացնող հանգամանքները, արդյոք քննվել է աղջնակի հղիության ընդհատման հարցը։ Ազատությունը գլխավոր դատախազին գրավոր հարցում է ուղարկել, սպասում ենք պատասխանի։ Բերդի համայնքապետարանի խնամակալության հանձնաժողովը բողոքարկել է դատախազի որոշումը եւ միայն ամիսներ առաջ են իմացել, որ այս գործից առանձնացված մի վարույթ կա։ Անչափահասի հանդեպ բռնությունից 3 տարի անց, սակայն իրավապահները ոչ մի հարցի չեն պատասխանել։ Հանելու կա էլի։ Տատն էլ է մոլորված, երեխան հստակ անուններ է տվել, ինչու պիտի ստեր։ Հետո է իմացել, թե թորն ինչ դառնություններ է կրել ոչ միայն բռնարարներից, նաև հոր ընտանիքում։ Ասма տատիկն էլ է ինտեգրալ չեմ ապրել։ Բայց զգացնել էլ չտվել, էլի որ եկել է։ Այս սարսափելի պատմությունից հետո աղջնակը տևական շրջան դպրոց չի գնացել, հետո գյուղից տեղափոխվել է Բերդ մորական տատիկ պապիկի տուն։ Սկզբում մայրը մահացավ, հետո բռնություններ, հետո հայրը հրաժարվեց նրան խնամելուց, հետո մորական տատն ու պապը որոշեցին լավ կլինի մարզում չմնա։ Մայական կողմի տատիկը, որ խնամակալ էր նշանակվել ու զբաղվում էր երեխայի խնամքով, վերջերս դիմում ներկայացրեց, որ հրաժարվում է երեխայի խնամքով զբաղվելուց, որոշեցինք տեղափոխել խնամքի կենտրոն։
Աղջնակն այժմ Երևանյան խնամքի հաստատություններից մեկում է, ենթադրյալ բռնարարները ազատության մեջ։ Համայնքից պատմեցին նրանցից այն մեկը, որ զրկված է մի վերջույթից, ծեծվել ու վռնդվել է գյուղից վերջերս, որովհետև անառակաբարո գործողություն է փորձել մի ավելի փոքրիկի հանդեպ։